Այս ընթացքում մենք ստեղծել ենք բազմաթիվ այլընտրանքներ, օրինակ սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերման հարցում։ Եթե մենք շարունակեինք մնալ առանց այլընտրանքների, մեր բանակը չէր ունենա այն սպառազինությունը եւ տեխնիկան, որը այսօր ունի։ Եվ ընդհակառակը մենք հիմա կրում ենք այն բանի հետևանքը, որ Հայաստանում արտադրված վարդի արտահանման այլընտրանք չէր ձևավորվել։ Եթե ձևավորված լինել, մենք մեզ երաշխավորեինք ընթացիկ խնդրից, այնպես ինչպես երաշխավորել էինք բենզինի խնդրից։ Եվ ելի ասում եմ, բացարձակապես համաձայն չեմ այն գնահատականի հետ, թե արտահանման ոլորտում առաջացած խնդիրը ճգնաժամ է։ Դա ճգնաժամ է Եվրասիական տնտեսական միության համար, իսկ Հայաստանի Հանրապետության համար դա հնարավորություն է, որովհետև մենք պետք է հասկանանք, որ ինչպես աշխարհում կան բազմաթիվ զենք վաճառողներ, մանավանդ երբ դու որդեգրում ես այդ զենքը միայն պաշտպանական նպատակներով կիրառելու եւ քո երկրի միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս դրանք չի կիրառելու ռազմավարություն, ինչը մենք արել ենք հրապարակային կերպով, այնպես էլ աշխարհում կան բազմաթիվ վարդ գնողներ եւ վարդը այդ բազմաթիվ գնողներին հասնելու համար մի բան է հարկավոր՝ աշխատանք, գրագետ, հետևողական, համբերատար աշխատանք, ինչը եւ մենք մեր հարգելի տնտեսվարողների հետ անպայման կանենք եւ անում ենք։ Իդեպ, կառավարությունը այս աշխատանքը վաղուց է սկսել, բայց թե զենքի թեմայով կառավարությունը որոշելու մենաշնոր ունի, որտեղ ձեռք բերի, ինչ եւ այլը։ Մյուս ոլորտներում այդպես չի։ Եվ հաջողություն այդտեղ շատ դեպքերում չենք ունեցել, որովհետև մեր հարգելի տնտեսվարողներին օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառով շատ դժվար է դուրս բերել, այսպես ասած, կոմֆորտ զոնայից։ Բայց մենք միշտ այդ ազդակը տվել ենք, որ տեսեք շատ ապրանքներ կան, որ դուք արտահանում եք մեր ինքնիշխանության հաշվին եւ գալու է պահը, երբ որ մենք հարց է ձևակերպվելու, ինչն ենք մենք ընտրում։ Մենք այս ուղերձը միշտ տվել ենք, որ մենք ընտրելու ենք ինքնիշխանությունը, ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Բայց հիմա ադապտացիայի շատ կարևոր process-ներ են տեղի ունենում մեր տնտեսության հետ, որը 2018 թվականի հեղափոխությունից հետո դիմակայունության բարձր հատկանիշներ է ուսույց դնում եւ այդ հատկանիշը զարգացնելը առավել քան կարևոր է։ Մեր տնտեսության մասին է խոսքը եւ հույս ունեմ մեր տնտեսության դիմակայունությունը եւ ակտիվությունը բոլորիդ տեսանելի է եւ իհարկե առաջիկայում մենք այդ միտումները համոզված եմ ավելի շեշտված կտեսնենք։ Ուզում եմ նաեւ շատ հստակ հայտարարել, որ Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն։ Սխալ չլսեցիք, էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն եւ սա առավել քան իրատեսական է։ Բոլորովին վերջերս էլ դարձել իրատեսական պայմանավորված վերականգնվող մասնավորապես արևային էներգետիկայի զարգացման հանգամանքով։ Հայաստանի Հանրապետությունը արևային հսկայական ռեսուրս ունի եւ մենք այդ ռեսուրսը զարգացրել ենք։ 2018 թվականի թվերին խնդրում եմ ուշադրություն դարձրեք։ 16 մեգավատի դիմաց այսօր մենք ունենք 1213 մեգավատ 16 եւ 1213 մեգավատ արևային էլեկտրակայաններ եւ հիմա այս գործընթացի հետագա զարգացումը ապահովելու համար մեկնարկելու ենք էլեկտրաէներգիայի կուտակիչների հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի դրանք հավաքելով ցերեկ արտադրված արևային էներգիան գիշերը մատակարարեն մեզ անհրաժեշտ էլեկտրական հոսանք։ Իհարկե այս process-ը ժամանակ կտանի եւ պլանավորում ենք մինչեւ 2031 թվականը առնվազն 800 մեգավատ կուտակիչ կայան ունենալ, որը շուրջ 2 անգամ գերազանցում է գործող ատոմային էլեկտրակայանի դրվածքային հզորությունը։ Առաջիկա 1 տարվա ընթացքում մենք պետք է վերջնականապես կողմնորոշվենք, թե ում հետ եւ ինչ ատոմային կայան ենք կառուցելու, որովհետեւ ինչպես գիտեք 2036 թվականին գործող ատոմակայանի ռեսուրսը սպառվում է եւ իդեպ ատոմակայանի փակումը որպես դե յուրե պարտավորություն Հայաստանը ստանձնել է հեղափոխությունից առաջ նախորդ իշխանության օրոք 2017 թվականին։ Չնայած պիտի ասեմ, որ զարգացող տեխնոլոգիաները
հնարավոր է թույլ տան 2036-ից հետո եւս մեկ անգամ երկարացնել հայեկի շահագործման ժամկետը եւ մենք այս մասին քննարկումներ ենք վարում արդեն բավական ժամանակ հնարավոր գործընկերների հետ։ Նման որոշում իհարկե կկայացվի միայն միջազգային իրավասու կառույցների հետ սերտ գործակցությամբ եւ համաձայնությամբ, բայց հարկ համարեցի բարձրաձայնել, որ մենք այս թեմայի շուրջ արդեն բավականի երկար ժամանակ աշխատում ենք։ Էներգետիկան այն ոլորտն է, որտեղ զարգացումները առավել քան դինամիկ են, եւ մենք պետք է ուսումնասիրենք մեր երկրում էլեկտրական էներգիա արտադրելու բոլոր հնարավորությունները, գեոթերմալ տեխնոլոգիաներից սկսած, կանաչ ջրածնով ավարտած եւ իդեպ ջրածնի արտադրությունը շատ երկրներում հիմա արդեն փորձարկվում եւ կիրառվում է որպես բնական գազի այլընտրանք, որովհետեւ բնական գազի համաշխարհային պաշարները ապագա որևէ մի կետում սպառվելու են։ Ազգային ժողովի մեծարգո նախագահի հարգելի տեղակալներ, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի ժողովուրդ։ Ներկայացվող ծրագրում մենք առանձնացրել ենք կառավարության 2026-2031 թվականների գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքներ։ Դրանք հետևյալն են. Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության ամրապնդում եւ հետագա ինստիտուցիոնալացում, Հայաստանի շուրջ անվտանգային բարենպաստ միջավայրի պահպանում եւ հետագա զարգացում, տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման եւ կամ զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանից դուրս գոյություն ունեցող գործընկերությունների խորացման ճանապարհով։ Հաջորդը Հայաստանի Հանրապետության ապաշրջափակում խաղաղության խաչմերուկ ծրագրի թրիփ նախագծի հիման վրա։ Հաջորդը ժողովրդավարական, հակակոռուպցիոն, տնտեսական, հանրային կառավարման բարեփոխումների խորացում, որը կչափվի միջազգային ամենահեղինակավոր վարկանիշային ցուցակներում Հայաստանի Հանրապետության առաջընթացով։ Հաջորդը ամբողջ բնակչության ներառում առողջության ապահովագրության համակարգում։ Հաջորդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացում։ Հաջորդը տարեկան միջինում 6% տնտեսական աճ։ Հաջորդը 125,000 նոր աշխատատեղերի ստեղծում։ Իդեպ 2018 թվականից մենք արդեն ավելի քան 300,000 աշխատատեղ ենք ստեղծել։ Հաջորդը կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ծավալի ավելացում առնվազն 3 անգամ։ Հաջորդը հայաստանյան ծագման ապրանքների արտահանման ծավալի առնվազն կրկնապատկում։ Հաջորդը արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների 50% աճ ընթացիկ գներով 2025 թվականի 3.3 տրիլիոն դրամից հասնելով մինչև 5 տրիլիոն դրամի։ Հաջորդը գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի ավելացում առնվազն 50%-ով հացահատիկի արտադրության կրկնապատկում։ Հաջորդը 10 ջրամբարի կառուցման մեկնարկ 2033 թվականին ավարտելու նպատակադրումով 350 կիլոմետր ջրանցքների եւ խողովակաշարերի կառուցում եւ վերակառուցում, ռոռոկման ապահովում 10,000 հեկտար նոր հողերի համար, 24-ժամյա ջրամատակարարում առնվազն Երևանում, Գյումրիում, Վանաձորում։ Հաջորդը 300 դպրոցի, նոր 300 դպրոցի, 30 քոլեջի, 100 արտադպրոցական հաստատության, 100 մանկապարտեզի, 100 կոմբինացված խաղահրապարակի, ներառյալ համայնքային լողավազանները կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում եւ ամբողջական գույքով հագեցում, գործարկում։ Հաջորդը 2500 կիլոմետր ավտոճանապարհի եւ 40 կամուրջի կառուցում եւ կամ նորոգում։ Հաջորդը ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի, ինչպես նաեւ 3600 ուսանողի համար նախատեսված կացարանների կառուցում։ Հաջորդը առաջատար դասի արհեստական բանականության հաշվարկային առնվազն 100,000 GPU-ի համարժեքի կամ 1 միլիոն բնակչի հաշվով առնվազն 35,000 GPU-ի համարժեքի ձևավորում, այդ հզորությունների առնվազն 10%-ի համարժեք հաշվարկային ռեսուրսի հասանելիության ապահովում Հայաստանի Հանրապետության գիտահետազոտական, կրթական, ստարտափային, արդյունաբերական եւ հանրային հատվածների համար։ Հաջորդը
Հայաստանի ազգային տիեզերական կարողությունների զարգացում, երկրի դիտարկման առնվազն 2 եւ հեռահաղորդակցման 1 արբանյակի ձեռքբերման եւ շահագործման, ազգային վերգետնյա ենթակառուցվածքի զարգացման, արբանյակների կառավարման եւ տվյալների մշակման, ազգային կարողությունների ձևավորման, ինչպես նաեւ պետական, գիտական եւ մասնավոր հատվածների համար արբանյակային տվյալների ու կապի ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։ Հաջորդը 1000 մեգավատ ֆոտովոլտային եւ 800 մեգավատ կուտակիչ էլեկտրակայանների գործարկում։ Հաջորդը աղքատության կրճատում 5%-ային կետով։ Հաջորդը պետական եւ համայնքային հիմնական ծառայությունների թվայնացում։ Հաջորդը ապօրինի, այդ թվում կոռուպցիոն եղանակով ստացված ակտիվների վերադարձի գործընթացի շարունակականություն, որը ներառելու է ապօրինի սեփականաշնորհված եւ վարձակալության վերցրած անտառների, լողափերի, զբոսայգիների ու պուրակների, ինչպես նաև կրթական հաստատությունների եւ այլ հանրային տարածքների վերադարձ համայնքներին ու պետությանը, վերականգնված միջոցների միասնական հաշվի համարի շարունակական համալրում, ապօրինի ծագում ունեցող անշարժ ու շարժական գույքերի վերադարձ հանրությանը շուրջ $2 միլիարդ համարժեք ծավալով։ Հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, կառավարության ներկայացվող ծրագրի ամենակարևոր ուղերձը սակայն հետևյալն է։ Կառավարությունը կրթությունը հայտարարել եւ ընկալում է որպես ռազմավարությունների ռազմավարություն։ Պետության, Հայաստանի Հանրապետության դերի եւ հարատեվության այն նոր ընկալումը, որի մասին խոսեցի այս ելույթում, ենթադրում է այդ խնդրի տեսական եւ գործնական շերտերի, ինչպես նաեւ աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցող վերափոխումների շարունակական եւ զարգացող իմացություն։ Այս իմացությունը պետք է միևնույն ժամանակ տիրապետեն հանրությունը, այս իմացությանը պետք է միևնույն ժամանակ տիրապետեն հանրությունը, պետական ինստիտուտները, համայնքները, մասնագիտական եւ հասարակական խմբերը, անհատները ձևավորելով պետականակենտրոն սոցիալ հոգեբանություն։ Կրթությունը մեր պետության զարգացման ու հարատևության խնդիրը ոչ միայն լուծելու, այլև դա հասկանալու միակ հուսալի ճանապարհն է։ Սա վերաբերվում է թե անհատական, թե խմբային, թե հանրային, թե պետական մակարդակին, թե ներքին եւ թե արտաքին հարթությանը։ Հետևաբար կրթությունը պետության զարգացման եւ վերելքի նոր որակի պետություն ունենալու ռազմավարության իրագործման առաջնային գործիքն է, այն ընկալմամբ, որ ցկյանս գործընթաց է եւ վերաբերվում է կրթության բոլոր հնարավոր ձևերին, նախադպրոցական կրթությանը, հանրակրթությանը, արդադպրոցական կրթությանը, մասնագիտական կրթությանը, բուհական, հետբուհական կրթությանը, ոչ ֆորմալ կրթությանը, մասնագիտական վերապատրաստմանը, մասնագիտական հմտությունների շարունակական զարգացմանը, վերամասնագիտացմանը, ինտելեկտուալ զարգացմանը։ Կրթության համակարգը ուսումնառուին պետք է ուսուցանի բարեկեցիկ եւ լիարժեք կյանքի երջանկության համար անհրաժեշտ հմտություններ։ Մենք պետք է արձանագրենք, որ բարեկեցության ձևավորման առանցքային մոդելը Հայաստանի Հանրապետությունում հետևյալն է. կրթություն, աշխատանք, մասնագիտական կարողությունների զարգացում, առողջ ապրելակերպ, աշխատանքային վաստակ։ Եվ կրթական համակարգը պետք է կարողանա մարդուն օժտել բարեկեցության այս բանաձևը իր կյանքում կիրառելու համար անհրաժեշտ հմտություններ։ Կրթությունը նաև սոցիալական երևույթ է եւ բացի կրթության ֆորմալ եւ ոչ ֆորմալ ինստիտուտներից, որպես պետության վերելքի եւ կրթական միջավայրի զարգացման գործոն, էական է հանրության սոցիալական կապերի ամրապնդումը, այդ թվում սոցիալական, անմիջական եւ ոչ թե համացանցային շփման հարթակների զարգացմամբ։ Կրթականին զուգահեռ նաև մշակութային, հոգևոր կյանքի, ինչպես նաև սոցիալական շփման մյուս հնարավոր հարթակների, ընթերցանության եւ այլ ակումբներ, երիտասարդական կենտրոններ, ահա այս ամենի զարգացումն ու քաջալերումը լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևոր է մշտական ու շարունակական անդրադարձ ունենալ հետևյալ հարցերին. ինչ է պետությունը, որն է նրա առանձնահատկությունն ու նշանակությունը արտաքին եւ ներքին հարաբերություններում, ինչ է նշանակում լինել պետություն, լինել պաշտոնյա, պետական կամ համայնքային ծառայող,
եւ կամ լինել քաղաքացի, ինչպիսին են նրանց հարաբերությունները եւ ինչպիսին պետք է լինեն, ինչ առանձնահատկություններ եւ ինչպիսի ռիսկեր ունեն այդ հարաբերությունները։ Սա առանձնահատուկ կրթական թեմա է, որը կենսական նշանակություն ունի պետության զարգացման եւ հարատեվության համար, եւ այս ուղղությունը պետք է ներկա լինի կրթության բոլոր մակարդակներում, հանրային կյանքի բոլոր ոլորտներում, քաղաքական ու հանրային քննարկումներում։ Ի վերջո, քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, վստահի նրան, պետությունը պետք է սիրի իր քաղաքացուն եւ սիրելի լինի նրա համար։ Սա է պետական պաշտոնյայի գործունեության խորքային նպատակը։ Միևնույն ժամանակ պետք է գիտակցել, որ քաղաքացու իրավունքների եւ պարտականությունների համակարգերը որակական փոխկապակցվածության մեջ են։ Որքան բարձր է պարտականությունների կատարման որակը, այնքան ուժեղ է իրավունքների պաշտպանության համակարգը։ Միևնույն ժամանակ պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել իրավունքի գերակայությունը եւ օրենքի առաջ բոլորի հավասարությունը։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, նախագահի հարգելի տեղակալներ, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի ժողովուրդ։ Ներկայացվող ծրագրի հիման վրա ես աշխատեցի հնարավորինս կարճ ելույթ ունենալ, ծրագիրը բազմաշերտ է, հարց ու պատասխանի փուլում համոզված եմ մնացած շերտերին էլ կանդրադառնանք սոցիալական, տնտեսական, քաղաքական եւ ներկայացվող ծրագրի հիման վրա կառավարությունը ընդունելու է իր գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը եւ իրագործելու է այն։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ նոր որակի պետություն եւ ապահովել պետության վերելքը։ Հայաստանի Հանրապետությունը այսպիսով թևակողում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք 4-րդ հանրապետություն։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի 4-րդ հանրապետությունը։